Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, մեծարգո, պարոն վարչապետ։ Ինչպես գիտեք, իմ հարցադրումները հիմնականում վերաբերվում են մեր պետության արտաքին քաղաքականությանը։ Դա իմ քաղաքական հետաքրքրությունների առաջնային ոլորտից է։ Պարոն վարչապետ, այսօր Հայաստանի Հանրապետությունը վարում է շատ ակտիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից մոլորակի գրեթե բոլոր անկյուններում եւ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններում Հայաստանի Հանրապետությունը արդյունավետորեն պաշտպանում է իր շահերը։ Չգրված օրենք է դիվանագիտության մեջ։ Եթե բանակցությունների սեղանի շուրջ չես, ապա այդ սեղանի ճաշացանքի կամ մենյուի մեջ ես։ Մենք այսօր դժվարին քայլերով դուրս ենք սողոսկում այդ մենյուից եւ մեր հաստատուն տեղն ենք զբաղեցնում այն դիվանագիտական սեղանի շուրջ գտնվող աթոռի վրա, որի վրա գրված է Հայաստան կամ Armenia կամ Armenia կամ Armenian կամ Armenia, Somkheti, Ermenistan եւ այլն։ Պարոն վարչապետ, ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ արտաքին քաղաքական ոլորտում մեր ակնառու ձեռքբերումներին, քանզի դրանք ակնհայտ փաստ են։ Բայց ուզում եմ, որ դուք անդրադառնաք հետևյալ խնդրին։ Ինչքանով է վնասում մեր ներքաղաքական, երբեմն կամ հաճախ դրսևորվող արհեստական ներմուծվող օրակարգը արհեստական ներքաղաքական լարվածության փորձերը մեր արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Այդ արհեստական լարվածության օրակարգերը ձեզ եւ ընդհանրապես մեր կառավարությանը թուլացնում են արտաքին քաղաքական գործընթացներում։ Եվ եթե այո, ապա ինչքան եւ ինչպես։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում, որպեսզի խուսափենք թյուրըմբռնումներից, կրկնում եմ, խոսքը գնում է արհեստական քաղաքական խոսույթների մասին, ոչ թե ներքաղաքական գործընթացների մասին, որոնք խիստ անհրաժեշտ են մեր զարգացման եւ առաջընթացի համար։ Պարոն վարչապետ, ձեր մեկնաբանությունը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, հարցի համար։ Իհարկե, գիտեք, կարծում եմ, որ մի քանի խոսում փաստ կա, որոնք շատ բանի մասին են վկայում։ Այս տարվա ընթացքում ես երկու ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել մեր հարևաններից սկսեմ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Ադրբեջանի նախագահի, Թուրքիայի նախագահի, Վրաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների նախագահի, Եվրամիության հանձնաժողովի, Եվրամիության խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի, Չինաստանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ այս ցանկը կարող եմ երկար թվարկել։ Մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, Պակիստանի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Գիտեք, ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ։ Ընդհանրապես ներքաղաքական բառից բուն եւ փոխաբերական իմաստով քաղաքական ժողովրդավարական դեբատները իրենք նեգատիվ դեր չեն խաղում արտաքին քաղաքականության մեջ, բայց ինչ մենք ունենք Հայաստանում, ինչ դուք նկատի ունեք, դա ներքաղաքական կյանքի հետ կապ չունի։ Դա արտաքին քաղաքական դրսևորումներ են Հայաստանի ներսում։ Ես գիտեք, մենք շատ ինֆորմացիա ենք տիրապետում եւ չնայած հիմա ով չի շատ ինֆորմացիա է տիրապետում։ Մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է, եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, այսպես ասենք։
Իսկ ժողովրդավարական կյանքը, որ ժողովրդավարական կյանքը ժողովրդավարական երկրին եւ ժողովրդավարական կառավարության չի կարող թույլատրել կամ չի կարող խանգարել, որովհետեւ դա քննարկում է, դեբատ է սկզբունքների շուրջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ել եմ ասում, այն ինչ որ դուք նկատի ունեք, ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով, եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ ստեղ խնդիրը հարցը, որը քննարկվում է այդ հարաբերությունների մեջ, եթե ներքաղաքականի կոնտեքստում նայենք, մի բանի մասին, Հայաստանի Հանրապետությունը պետքա լինի անկախ պետություն, թե պետքա չլինի անկախ պետություն, թե պետքա լինի պսևդո, այսինքն այն որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա, տենց։ Այսինքն մենք այս երկու օրակարգերի մեջ է, եւ խաղաղության օրակարգն է սրա հետ կապ ունի, որովհետեւ խաղաղությունը ինքը անկախության գործոն է։ Կոնֆլիկտը ինքը կախվածության գործոն, ինչի մասին ես խոսել եմ, որ այդքան շահարկում են, երբ որ ասել եմ, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Հիմա այդ թվում ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը։ Հիմա մենք փորձելու ենք հետ քաշել եւ այստեղ ինչպես միշտ վճռական խոսքը էլի ժողովրդին դառնելու եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը իր դեմ գործել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։